Հիմա այս մոդուլային ատոմականի համար մենք ճագար ենք, փորձադաշտ։ Տրամաբանորեն Ամերիկան այդ մոդուլայինը պետք է կառուցի մի բան էլ կողքից տա, որտեղ որպես ճագար կարող է վնասներ կրենք։ Ուրեմն պարզվում է, որ ճագարը ինքը գումար է տալիս, որի վրա փորձ կատարեն։ 9 միլիարդից 5 միլիարդը մոդուլային ատոմական Հայաստանը պետք է տա։ Ընդ որում Վենսը երբ որ խոսում էր, թարգմանիչը հատուկ ոչ ճիշտ, ուրեմն վարկավորումը ներդրում բառով է փոխարինում։ Այսինքն մենք ամերիկյան ֆիրմային վարկավորում ենք, վարկ ենք վերցնում, էլի մենք ենք տալիս, իսկ սա ներկայացնում որ Ամերիկան Հայաստանում ներդրում անում 9 միլիարդ 5.4 մասնաբաժնով։ Եվ նորից եմ ասում, սա իշխանությունը պայելու գին է, այդ 9 միլիարդը մոդուլային ատոմականը եւ ամենակարևորը հետախուզական ինչ որ մի քանի բականին թանկարժեք ապարատներ են բերել, այդ ինչի համար են բերել։ Այսինքն Ամերիկան Ադրբեջանին 40 կործանիչ է 5-րդ սերնդի վաճառում, մեզ մի քանի հատ հետախուզական ապարատ, այդ ապարատները ակնհայտ է, չէ՞ ինչի համար է, մեր հարևան Իրանը ողջ լինի։ Պետք լինի այդ ապարատը իր տարածքից էլ կխփի, եթե անհրաժեշտությունը լինի։ Ակնհայտ է, որ 42 կիլոմետրան սահմանը պետք է հետախուզվի Իրանի։ Այնպես որ սրանց կրուտիտները Վենսը եկավ, քաղ բանտարկյալներից էր խոսում, բանի Իրանի, բա աշկերը չէր տեսնում, ականջները չէր, ինքը հրաշալի գիտի ինչ է կատարվում։ Ընտրված քաղաքապետը նստած, սա ինչ է ասում, որ Նիկոլ, քո անելիքը գին ունի, այո, կմնաս ամենավերջին այլանդակությամբ այստեղ կարող ես ընտրությունները կեղծել, մենք տեր ենք քո այլանդակություններին։ Ամերիկան մի երկիր է, որը ռազմավարական դաշնակցություն ունեցել աֆրիկական այնպիսի երկրներ հետ, որոնց ղեկավարները մարդակերներ են եղել։ Ինչու Սիրիային ինչա։ Մարդակերներ, սա էլ աբեկիչ, սա աբեկիչ, Իրաքին ինչ է։ Որը Ամերիկան փող էր մի ժամանակ տալիս, սան ձերբակալում։ Իմիջիայլոց էս ոգևորվում ասում են, որ Ամերիկան եկել է, Ամերիկան ոնց թռավ քրդերի վրայից։ Ինչ են անում հիմա քրդերին։ Զոհաբերում։ Ամերիկան ոնց թռավ Աֆղանստանից։ Ամերիկան ոնց թռավ Իրաքից։ Ում թողեց Իրան վստահող։ Ես Կիսինջերի խոսքն եմ ուզում կրկնեմ, վտանգավոր է լինել Ամերիկայի հետ թշնամի, մահացու է լինել բարեկամ։ Այ հիմա այդ մահվան բանը սարսուռը մեր ժողովուրդը աշճանաբար կարող է զգալ, եթե իրավիճակը չփոխվի։ Համառոտ արձանագրենք, ուրեմն Դիվենսի այցը ինչ էր։ Եկավ ասեց, որ ըստ էության, ուրեմն ատոմակայանը փակվելու է, ատոմակայանը դե եթե փակվում է, դա նշանակում է, որ մենք սառնամանիքի մեջ ենք եւ շրջափակման մեջ ենք։ Ամերիկայի թե չէ ես շրջափակման մեջ ենք հայտնվելու, Փարիզ բուն իմաստով, ասում է կմիանակ Ադրբեջանի էներգետիկ համակարգին, դա ինչ է նշանակում, այո, նա էլ կորոշի, հաջորդը ճիշտ նկատեցիք մոդուլային համակարգ, որ ընդամենը առայժմ դեռ փորձարկվում է, մեզ էլ ճագարների տեղ, այո, մեզ էլ ճագարների տեղ կօգտագործեն, հաջորդը արձանագրվեց, որ այս ամեն ինչի համար մենք պիտի տանք 9 միլիարդ իրենց, իհարկե սա գինն է, որ Նիկոլը մնա իշխանության, բայց մի հատ էլ այստեղից էլ Ամերիկան մեզից թե որտեղից ենք տալ այդ 9 միլիարդը մեզանից բանկանի կպոկի եւ հաջորդը այս Թրամփ անունը կդնեն դրա վրա անունը կդնեն Թրամփ, մեզանից բարիս բուն իմաստով կխլեն, վերցրեն մեր տարածքը, մեզ ոչինչ դիմացը չենք ստանում մենք, ավելի շրջափակման մեջ ենք հայտնվում եւ մեր բարեկամ երկիրը իրենց կողմից Իրանը ինչի անում թիրախավորվում է։ Ահա թե ինչու համար էր եկել եւ ահա թե ինչ սпасել Միացյալ Նահանգներից եւ փոխնախագահի, այո, ճիշտ եք ասում եւ դրան ավելացնում ենք, որ այն որ 50-ի մոտ նահանգ ճանաչել է ցեղասպանությունը, ունեցել են նախագահ, որ հնչեցրել է ցեղասպանություն բառը, այսօր էլ դատապարտեցին դեմոկրատները իրենց, որ հրաժարվեց Ամերիկայի ներկայիս փոխնախագահ Դիվենսը ցեղասպանություն բառից։ Եթե ամփոփենք եւ արձանագրենք, ահա սիրելի հայրենակիցներ, մենք ինչ ենք ստանում Միացյալ Նահանգներից, որ դուք տենց ոգևորված եք, թե մեզ ինչ է սպառնում եւ
ինչ ենք ստանալու, չէ, ասեք թե ինչ սպառնալիք նոր սպառնալիք բերեց Միացյալ Նահանգներ իդեմս իր նախագահ, իմիջիայլոց այդ փոխնախագահը շատ համակրելի է, երևում է որ շատ լավ, այո, երկիրն է, երևում է որ շատ դրական վերաբերմունք ունի, պատմություն գիտի, որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, բայց այսօր մեր շահերը չեն համընկնում իրենց շահերի հետ, որովհետև մենք ունենք դավաճանական իշխանություն, որ չի կարողացել այդ խելոք եւ ազգային իշխանությունն է կարողանում ներկայացնել իր շահերը եւ ոչ միայն իր շահը, դիմացինի շահը եւ համոզել, որ դու այնտեղ շահ ունես։ Ես քիչ առաջ ասեցի, չէ՞, մենք այնպես չի, որ ոչ մի բան չունենք, մենք շատ բան ունենք, ուղղակի պիտի ճիշտ ներկայացնել եւ ճիշտ բանակցել։ Ահա այն գինը, որ մենք պիտի վճարենք այս այցից եւ Ամերիկային, որ պիտի վճարենք, սա բառից բուն իմաստով Հայաստանի վերջնական կործանումն է եւ ավելին կատարվելու է Թուրքիայի վաղեմի երազանքը, փակել ատոմակայանը եւ վերջնականապես հանձնել Հայաստանը, բայց ինչու երեք տենց հայտարարություններ արեց Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ կապված, պարոն Նահապետյան։ Ուրեմն ձեր վերջին խոսքը ընդհանրապես մի վարքյան չի լինելու մեր օրակարգում որևէ մեկը մեզ եւ այս Հիմա ես ասեմ ձեզ ձեր խոսքի վերջում ընդհանրապես մի լրացում Վենսը Ցիցեռնակաբերդ տիկնոջ չէր գնացել որպես ԱՄՆ փոխնախագահ գնացել էր որպես ԱՄՆ քաղաքացի Վենս ազգանով իր տիկնոջ որտեվ արարողակարգային առումով եթե ԱՄՆ փոխնախագահը գնում է Ցիցեռնակաբերդ ապա նրա հետ Հայաստանի պաշտոնատար անձինք այդ թվում նվազագույնը նախագահը պետք է լիներ սա իգիտություն եւ ընդ որում այդ այցը հարգանքի турք մատուցելը իր պաշտոնական էջում չէ, իր անձնական էջում դնելուց հետո շատ արագ հեռացվեց։ Հիմա ինչ վերաբերվում է այս անձին, ասում է գող սիրտը դող։ Մարդը գիտի, որ ինքը վատ բան անում, չէ։ Ինքը գիտի, ատոմական է ուզում փակի։ Ինքը գիտի, որ ռուսներին առավելագույն ստեղից պիտի դուրս տնի։ Եվ ոչ մեկ չկասկածեք ատոմականը փակելուց հետո պահանջելու են, որ ռուսական բազաները դուրս գան Հայաստանից։ Այդ Թուրքիայի հետ որ պահին սահմանը բացին, ասել են 100 բազան իմաստ չկա, նոր սահմանության մեջ Հայաստանը չեզոք պետության ստատուս են դնելու, հապկից են դուրս գալու եւ այլն։ Այսինքն հիմա մարդը այս կեցվածքով իբր սա ներքին սպառման համար է, հո Ռուսաստանի ղեկավարությունը այս Պարզամիտ հայտարարությունների խայծը չի ուտելու, սա ներքին սպառման ավելի շուտ իր շրջապատի, ասի տեսեք, ես ամերիկացիներին բերեցի, ամերիկացիները 100%-ով ասեցին, որ ես եմ հաջորդ վարչապետը, բայց ռուսներն էլ պրոբլեմ չունեն, տեսեք, ես սենց լավ բաներ եմ ասում, Ռուսաստանից ու վատ արձագանք չկա, ճիշտ է, ահա ազգային ժողովի նախագահին էլ ուղարկել էր, որ այնտեղ քծնանքի մեծ դոզա տար, որտեղ ինքը գիտեր ստեղ ինչա, չէ, անելու այս պաշտոնական հանդիպման ժամանակ։ Եվ ըստ այդմ իր այդ դոզան ոչ ավել, ոչ պակաս իբր Ռուսաստանի ղեկավարության ուշադրությունը բթացնելն է, զգոնությունը բթացնելն է։ Նրանք էլ այսպես այնքան պարզամիտ են, լսես, ռուսները իսկապես շատ պարզամիտ են, հարիվ էլի իրանց ընկալումներով որ աշխարհի 1/6-ի տերը դարձան, այդպես պարզամիտ ձևով։ Բա որ պարզամիտ չլինեին, ես ասում եմ, կես կատա կես լուրջ, Մարս մոլորակն էլ կբերեին երկրին կմիացնեին, երկու մոլորակի տերը կլինեին, եթե պարզամիտ չլինեին, բայց քանի որ պարզամիտ են 1/6-ի տերը դարձան։ Խելոք, խելքի տաշե, քո ղեկավարած, կառավարած երկրի տարածքը ժողովուրդը ու Ռուսաստանին նայի։ Այսինքն սա այսպես պարզամիտ բաներով ներքին սպառման համար մարդկանց այդպես ոնց որ երեխեքին խափեն։ Երեխեքին խափելը ինչ պրոբլեմա մեծի համար, ոչ գիտելիք ունի երեխան, ոչ փորձառություն, ինչ ասես ընդունում է որպես գիտություն։ Չունի ֆիլտրելու, ոչ փորձառություն կյանքի, ոչ գիտելիք, այդ մեծը լավ ասում, ճիշտ ասում, վնաս կտա թե չի տա, ճիշտ է։ Հիմա քանի որ մեր ժողովրդի մի մասը, այդ թվում եւ առավել ճնշող մեծամասնություն իր շրջապատում այդ պարզամիտներն են երեխու գիտելիքների չափով եւ փորձառությամբ։ Հիմա ինքը ասում է, տեսեք, Ամերիկան մեր հետ է, Եվրոպան մեր հետ է, ռուսները մեր դեմ չեն, պարսիկներն էլ վաղթյոշ պիտի կործանվեն, էլի պարսիկների վրա ստավկա մի արեք ժողովուրդ։ Պարսկաստանը պիտի կործանվի։ Էլի հրապարակ եկել պարսիկներն ինչ, չէ։ Հա, բա ոնց, հա, այսպես։ Սենց 5000 տարի երկիր ամենաերկար պետականություն ունեցող բանը ժողովուրդն է պարսը, ամենաերկար երկիր մոլորակի վրա։ Ամենահին ժողովուրդներից մեկ այդպես կործանվում, բայց
Այդպես չի կործանվում էլի։ Մենք այդպես ծովից ծով Հայաստանից եկանք այս մի բուրը, էս էլ մեր իրականությունը։ Այ մենք ավելի շուտ մեզ նայենք ու հասկանանք, թե ինչ ողբալի վիճակում ենք, որ ունենք այսպիսի երկիր ներկայացնող վարչապետ կոչեցել։ Այս է, մեր ողբերգությունը սա է։ Եվ կողքի պետությունները նայում են, լավ ասում են, եթե ժողովուրդը հանդուրժում է այս կարգի ղեկավարի, բայց ժողովուրդը հարգանքի արժանի ժողովուրդ, հա, լուրջ եմ ասում։ Դե հիմա մյուս կողմից է մեր ժողովրդին մոլորեցնում են, չէ՞, մեր ժողովրդին ամեն մեկը չի նստելու հասկանա, որ լսում է մոդուլային բան ասում է երևի լավ է, դե երկրորդ մասը չեն ասում, որ ատոմակայանը փակելու ենք, որ դու կործանվելու եք սարսափի։ Գիտությունը պատասխանատվությունից չի ազատում։ Դե ինչ ասեմ։ Հիմա կգան այսպես գեղեցիկ, հիմա գիտեք, չէ՞, մայիսին էլ մեծ այդ հավաքական արևմուտքի ներկայացուցիչները գալու են, այսպես գեղեցիկ բաներ կանեն, տեսեք, ինչ խաղաղություն է բանը Գերիների հարցը ասում է, ես կարծում եք ոնց է ասել, ին վրա էլ է դա ազդել, բայց սա տախոս սրիկա, դու ասել ես 2 ամիս դիմացեք, բերում եմ Գերիներին։ Քանի տարի է։ Ինքը 2 ամս։ Բաթ քո սոտերն ասա, բա դու ասում եք ինքը 2 ամսից առաջ մոռացել է ասել 10 տարի կամ 20 տարի։ Տարի մոռացել է ասել։ Դիմանան հարազատներին ասում, բայց անհայտ կորածների ծնողներին ինչ էի խոստանում, Գերեվարության մեջ։ Լավ ուրիշ բան։ Ծնողներին ինչ էի խոստանում, ասում էի։ Ցուցակները զոհվածների չեն տպում։ Հա, մենք հասկանանք 10000 զոհ ունենք, 5000 զոհ ունենք։ Չեն տպում ու տեղ ակնհայտ է, չէ՞ որ զոհի թիվը շատ ավելի շատ է, ոչ թե 50-ով, 100-ով, 150-ով տարբերությամբ, քան իրականությունը, որ ներկայացվում է։ Բայց գալու է չէ ժամանակը։ Մարդիկ իմանալու են։ Չէ, ցավոք սրտի ինքը հիմա, քանի որ այնքան պատրաստակամություն է հայտնել, այսինքն դե ամբողջությամբ թուրքական քաղաքականությունն է վարում, դե շահերի համընկնում կա Միացյալ Նահանգների, այսպես համատեղ ուժերով գնալու է վերջնական Հայաստանի ոչնչացումը եւ օգտվելով նրանից, որ այսօր Ռուսաստանը ներքաշված է պատերազմի մեջ եւ Միացյալ Նահանգները տանում են շատ լկտի քաղաքականություն, բառից բուն իմաստով։ Այսօր երևի պետք է եթե նայենք Միացյալ Նահանգներին, ընդհանրապես արտգործնախարարություններ, դիվանագիտական ինչի համար են պահում, բացարձակ պետք չի։ Այդ խափելու գործիքները հիմա չեն խափում։ Հիմա չեն խափում, հիմա բաց են ասում են մերն է։ Պայծառա Թրամփ ասում է նավթը իմն է, նավթը ինձ պետք։ Փղինձա ինձ պետք, Կուրանը ինձ պետք, էսա Ես գլխավոր ավազակն եմ։ Առաջ գալիս ասում էին դեմոկրատիա է, պետք է մենք էս բռնասմա, տո այն բռնապետն էլ է մեզ պետք։ Ճիշտ է, տհաճ հոտ է գալիս այդ բռնապետից ադիկալոն կցանեմ։ Չէ, Սիրիայի բռնապետի վրա ադիկալոն է, չէ՞, ասենք էս աշճանի։ Ասում է, ես գիտեմ որ ինքը բան աթարի միջից է դուրս եկել, տեսին որտեղից է եկել։ Ոչինչ, մի հատ այդ մի ժամվա համար։ Մի հատ կնվիրեմ, ասում եմ, մի հատ այդ կնոջդ Կտաս մի հատ, այո, ավորի, հիմա այդ մարդակերը պետք է իրենց, էլի։ Իդեպ, այս խելոքին են իրենք դիտում որպես աբերիգեն։ Իա, ինքը գողաց մի հատ ադիկալոնի համար իշում եք, որ կռիվ տվեց։ Այն որ ադիկ ասեց, բանը մտել են սենյակը ադիկալոնը տարել են։ Չեք հիշում, Նիկոլ Վրոսից տարել են ադիկալոնը։ Այս Թրամփն էլ բայց շատ բան է, ժլատ ողորմելի է այս Թրամփ, ասենք, մի ադիկալոն, մի տուփ նվիրի, էլի։ Ինչ կլինի որ։ Չի լինի բիզնեսմենը նման սխալներ չի։ Հա, ճիշտ է, ինքը եթե մեկը տվեց, պետք է 10 ստանալ։ Տեսեք, եկել է այս մեր խեղճու կրակ երկրում, հələ դեռ բան չեն արի, ասում է պետք է 9 միլիարդ տակ մեզնից է տանում։ Այս արդեն 3 օրա մոլորեսը դառնալու 2 միլիոն 400 3 օրա հայ ժողովրդին մոլորեսնում են, ասում են 9 միլիարդ բերում, ասում է տանում են ձեզանից։ Այսպեսի, էսենց անբարոյականություն։ Չէ, ինչ անբարոյականություն։ Ավազակին բողոքում եք, թե ինչու է ավազակություն անում։ Կամ օրինակ Գիշատիչը, որը Օրինակ Գիշատիչը առանց մսի չի կարող չի ապրել։ Խոտով չի կարա։ Դիմի սուտի։ Հիմա Գիշատիչին մեղադրենք թե ինչու է, կենթանի։ Չէ, Գիշատիչի պաշտպանվելու համար պետք է զենք ունենաս։ Մի վարքան, իր բնական վիճակն է, չէ, Գիշատիչի։ Հիմա Ամերիկայի բնական վիճակը էս ավազակությունն է։ Թուրքիային էլ հետը, Թուրքիային էլ իհարկե, Բրիտանիա, բայց իրաց բնական վիճակն է, չէ։ Այո։ Այս Գիշատիչների։ Հիմա օրինակ այդ Գիշատիչին կարող է ասենք եթե սենց ասեմ, մի ուրիշ Գիշատիչ անունը արջ, ասում է տայգան իմնա, չեմ տալիս։ Ընդ որում մեր թշնամիները Գիշատիչը ասենք կարող է ասենց խժռի մարդկային երևակայությունը իզորու չէր պատկերացնել, թե ինչ կարող են անել դիերի հետ, ինչ որ արել էին ադրբեջանցիները, օրինակ գերեվարված այն 4 կանանց հետ կամ այն ծեր մարդու հետ կամ նոր մի քանի տարի առաջ, այսինքն այս Ադրբեջանը Գիշատիչ գազանից էլ այն կողմ է, որտեղ ասում եմ չես կարող ինչ կարելի անել դիակի հետ, որ հասկանաս մարդկային այլանդակության, այլասերվածության չափը, տես ինչ են անում ադրբեջանցիները, խաղաղության են գնում, բա մի հատ այդ պուրակ էլ թող տանեին էլի շրջեր փոխնախագահ Ադրբեջանում, չէ՞։
Ինչ էր պատահել։ Կամ գնացել հասել ես այդտեղ, մի հատ այդ գերիներով հետաքրքրվեիր, հասկանայր, մի հատ կոչ անեիր, մեր սիրելի հումանիստ երկիր։ Ուրա Պաուլ Հայրիկյանը տեսնենք ինչ կասի։ Ինչ իմանա։ Դե միշտ ասում է Ամերիկան մեծ հումանիստ բանպետություն, երկիր։ Տեսնենք այս հումանիստ կասիերի KGB-ն, ինչ ասում է KGB-ն։ Ինչ ես խոսում ես KGB-ն։ KGB այդ Էփշտեյնին վերջում դարձեցին KGB-ի գործակալ։ Չէ, ամենաուժեղը որ այդ իր այդ կապված հետևում եմ էլ ես միջազգային մամուլին այդ անալիտիկ ասենք մի առանց չափազանցության մի 10 քանի հոդված է գրվել, որ ինչի Պուտինը չկա դրա մեջ։ Ակնհայտ է չկա էլ, ես մարդը Էյնշտեյնը 1000 ճանապարհով փորձել է հասնի Պուտինին, ոչ մի կերպ չի ստացել, բայց դրա հետ կա մի 10 հոդված տենց վերլուծական փորձել է, մենակ թե Պուտինի անունը փորձում են կապել, չի կապվում։ Ինչ անում են չի կապվում, հրեական այլանդակությունն է։ Իդեպ ասեմ ձեզ, Էփշտեյնի բանում բորդելում, հա, սատանիստների արյունապիղծների, մանկապիղծների, ինչ ասեմ, սոդոմիտների, այդ ամեն ինչում օրինակ չկա, ոչ Պուտինը, ոչ Սի Ցզինպինը, ոչ Այաթոլլա Խամենեին։ Չէ, ես հիմա ասում եմ այն երկրները, որտեղ այսպես ասած քաղաքակիրթ արևմուտքը ասում է դրանք բարբարոսներ են, բռնատերներ են։ Բայց ոնց որ թե դրանք են մենակ ընտանիք, չեմ ասում, այո, այդ չեմ ասում, այն Հյուսային Կորեայի այն տղեն էլ չկա, պատկերացնում եք։ Եվ այս այլասերվածները եկել են օրինակ քրիստոնեության եւ ուղղափառ իսլամ դավանող ժողովուրդներին եկել են կյանքի ճիշտ ու սխալ սովորացնել, թե որն է։ Այնպես չի, որ իրենք չունեն բարձր արժեքներ, բայց սրանք այդ արժեքներն էլ են այլանդակում։ Դե չկա, արդեն չունեն։ Հիմա որ մենք անպատվորգող Տրամպը հիմա կռիվ է տալիս։ Իդեպ Տրամպը դա որպես գործիք է։ Եթե Տրամպը եթե կռիվ տար, ապա Տրամպի տեղակալը, որ եկել էր այստեղ, առաջին հերթին կգնար Վեհարան եւ առաջին նախադասությունը իջնելուց հետո կասեր ինչու են անազատության մեջ գտնվում սրբազանները ոչ պետական շահերի վտարում կլներ կեղծ սուտ գաղափարախոսություն Տրամպի կողմից որ մենք էլ մոլորված սպասում էինք թե հեսա կգա դիվենսը եւ մեկ էլ կասի այս ինչի են գերեվարված սուտ նորից Անժելա մտքի մեջ ասել կեղծ բաներին հավատալ Նիկոլա ասում է երբ որ մեր Սփյուռքի Միացյալ Նահանգների մեր Սփյուռքը մեր համայնքը կբարձրաձայնի եւ դեմոկրատներից կպահանջի կստիպի որ դեմոկրատներն էլ պահանջեն ու ստիպեն հանրապետականներին այս հարցը բարձրացնեն այդ ժամանակ իրենք խոսեն հիմա մեր ազդեցության գոտին էլ դա է մնացել ուրիշ բան չունենք մյուսն էլ հայ առաքելական եկեղեցին է ինչպես տեսնում եք Նիկոլը ամեն կերպ փորձում է մասնատել